Հայրիկ, ինչ ես անում։ Ծառերն եմ եկում։ Էտերն ինչ է։ Էտել է երբ որ ծառերի անորակ ճյուղերը կտրում վերացնում ես, իսկ որակով ճյուղերը կարճացնում ես, որ ավելորդ մասերը հանես, որ ավելի լավ բերք տան։ Դու գիտես, որ Աստվածաշնչում Հիսուսն էլ է խոսում էտելու մասին, բայց փոխաբերական իմաստով։ Ես դրա մասին սովորել եմ ինժեներչում։ Հա? Իսկ դու փոխաբերական իմաստ գիտես ինչ է նշանակում։ Փոխաբերական իմաստով նշանակում է բառեր, որ դու ասում ես, բայց իրականում ինչ որ դու ասում ես, իրականում չի նշանակում այն, որ ասում ես, ուրիշ նշանակություն ունի։ Երևի թե ճիշտ ես ասում։ Կուզես ես քո համար կարդամ թե Հիսուսն ինչ է ասում էտելու մասին։ Հա։ Բարի, գնանք կարդամ քեզ համար։ Նայենք իմիշելով Հովանու գրքի 15-րդ գլխի երկրորդ մասում էր։ Հիսուսն է խոսում այստեղ, ասում է. Ես եմ ճշմարիտ որդը եւ իմ հայրը մշակն է։ Որդը գիտես ինչ է։ Որդեն կենթանին չի։ Դա որդն է։ Իսկ որդը դա ծառին են ասում։ Խաղողի ծառին օրինակ ասում են ворդ։ Ворդ։ Որ դու ասում ես ворդ, ես մտածում եմ կամ ասում են ворդ, կամ ասում են ворթատունկ։ Դա նշանակում է խաղողի ծառերը։ Հիմնական խաղողի ծառին են ворդ ասում, բայց ուրիշ ծառերին էլ երևի կարելի ասել։ Բայց ինչ որ ասում ворդ։ Ворդ հին հայերեն բառը նշանակում է ծառ, խաղողի ծառ։ Մագլցող ծառերին երևի թե կասեն ворդ ավելի շատ։ Նայ, եւ ասում է ես ճշմարիտ որդն եմ։ I am the real vine։ Իսկ իմ հայրը մշակն է։ Մշակ գիտես ինչ է նշանակում։ Այգեպանը։ Այգեպան ճիշտ է։ Հասկացա՞լ, այսինքն Հիսուսը իրեն համարում է ծառը, իսկ հորը այգեպանը։ Եվ հաջորդ բարբերությունում ասում է. ամեն մի ճյուղ, որ ինձ անում է եւ պտուղ չի բերում, նա կտրում է։ Հասկացա՞լ։ Այսինքն եթե դու Հիսուսին ես պատկանում, բայց ոչ մի պտուղ չես անում, ուրեմն դու անպետք ես Աստծո թագավորության համար, ճիշտ է։ Եվ այգեպանը, որը Աստված է, ասում է կտրում է դա։ Եվ ամեն մի ճյուղ, որը պտուղ է բերում, այսինքն լավ ճյուղը, նա զտում է։ Նա զտում է այն։ Բայց մի ուրիշ թարգմանությունում ասում են նա էտում է այն։ Եվ քանի որ ծառի մասին է խոսում, այստեղ զտելը էտելու իմաստ ունի։ Ինչի համար է զտում այն։ Ինչի համար է էտում, որ ել ավելի պատղաբեր լինի, հասկանում ես։ Այդ ճյուղերը տեսար, այդ լավ ճյուղերի մի մասը ես կտրում եմ, որ ավելորդ բեռը թեթևացնեմ, որ մնացած ճյուղը ավելի լավ պտուղներ բերի։ Այդ ձևի Հայր Աստվածը կարող է մեր կյանքի ավելորդ անպետք բաները մեր կյանքի վերացնել, որպեսզի մենք ավելի օգտավետ լինենք Աստծո թագավորության համար։ Հասկանում ես, բալիկ։ Հա։ Իսկ ինչ ես կարծում, ինչ կարող է խանգարել մեզ, որ մենք ավելի պատղաբեր լինենք։ Օրինակ քեզ ինչ կարող է խանգարել, որ դու ավելի պատղաբեր լինես Աստծո թագավորության համար։ Օրինակ եսասիրությունը։ Ճիշտ է, եսասիրությունը ավելորդ բեռ է, որը Աստված լավ կլինի, որ կտրի հանի, ճիշտ է։ Էլ ինչ։ Վատ վերաբերվել մարդկանց։ Ճիշտ է, վատ վերաբերվել, եթե մենք վատ վերաբերվենք մարդկանց, լավ կլինի, որ Աստված այդ բնավորության գծերը մեզնից կտրի հանի, ճիշտ է, որ մենք բարի լինենք մարդկանց նկատմամբ, ճիշտ է։ Էլ ինչ ես կարծում, ալարկոտությունը այդ անպետք բնավորության գծերից մեկը կլինի, չէ, որ Աստված լավ կլինի կտրի հանի, չէ։ Էլ ինչ։ Ծնողներին չլսելը։ Ճիշտ է, ծնողներին ասում են գնա քո սենյակը մաքրի, բայց դու չես գնում ես վիդեո գեյմներ ես խաղում։ Հա, ճիշտ է։ Եվ ուրիշ խանգարիչ բաներ էլ կարելի է կտրել, ասենք օրինակ այդ վիդեո խաղերը կարելի է կտրել, հեռուստացույցը կարելի է կտրել, չէ։ Տեսնում ես, դու նայ օրինակ հեռուստացույց չունես։ Տեսնում ես ինչ լավ է։ Ոչ մի անգամ պետք չի լինի, որ որևէ մեկը քեզ ասի հեռուստացույցի դիմացից վեր կած գործերը տարա, որտեղ հեռուստացույց չունես։ Որտեղ ես հեռուստացույց չեմ նայում, ես սիրում եմ գիրք կարդալ։ Ճիշտ է։ Իսկ եթե հեռուստացույց լինի, կարող է դա խանգարի քեզ եւ դու ավելի շատ հեռուստացույց նայես, քան գիրք կարդաս, ճիշտ է։ Իսկ գրքերից դու ավելի հետաքրքիր ձևով կհասկանաս ամեն ինչ, քան հեռուստացույցից, ճիշտ է։ Չէ՞։
Գրքերը օգնում են, որ դու պատկերացումը զարգանա։ Երևի թե դրա համար լավ է Աստվածաշունչն էլ կարդաս, որ Աստվածաշունչը կարդում ես, դու պատկերացնում ես, չէ՞։ Այո, ես Junior Church-ում հատուկ խնդրում եմ, որ ես Bible verse-երը կարդամ երեխաների համար։ Հա, Junior Church հայերեն ոնց են ասում բլես։ Չգիտեմ, կասես։ Մանկական եկեղեցի երևի, չէ՞։ Մանուկների եկեղեցին, չէ՞։ Այ ես մանկական եկեղեցիում ես խնդրում եմ, որ ես կարդամ։ Աստվածաշունչը։ Հա։ Իրանք թողնում են, որ երեխաները կարդան։ Ես շատ ուրախ եմ բլես։ Դու գիտես մեկ էլ ինչն է լավ Աստծո թագավորության օգտակար։ Գիտես։ Մեր խոնարհությունը ու աշխատասիրությունը։ Եվ Աստված միշտ ասել է, որ աշխատեք, որ ես ձեզ բերք տամ, ճիշտ է։ Հա։ Չէ՞։ Հիմա դե արի գնանք աշխատենք, որ Աստծուց մենք առատ բերք խնդրենք աշնանը։ Այո։ Գնանք մեր թզի ծառերը էտենք եւ ավելորդ ճյուղերը կտրենք, կարճացնենք, արդյունավետ սարքենք, որ շատ ավելի լավ եւ բերքառատ լինի, ճիշտ է։ Հա, շատ հետաքրքիր է այսօրվա դասը։ Հա, դե գնացինք աշխատելու։ Ահա։